Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է Ալեն Սիմոնյանի եւ Անդրանիկ Քոչարյանի միջև կոնֆլիկտը լուծվեց Հոկուտ Սիմոնյանի։ Ժողովուրդը հայտնում է Նիկոլ Փաշինյանն էլի է նահանջել եւ այլևս չի պահանջում մարդկանցից հայտարարագիր լրացնել։ Փաստը նկատում է քաղաքացիական պայմանագրի քարոզչական խմբերը պատրաստվում են նոր հարձակման Ռուսաստանի դեմ։ Հրապարակը փոխանցում է հայցում Փաշինյանի հետ հեծանիվ վարողների են ընդունել աշխատանքի։ Ժողովրդի տեղեկություններով Ախտոյանի թիմակիցները փորձել են հաշվի արտար տեսնել բռնության դիմելով Գրիգորյանի կողմնակիցների նկատմամբ։ Փաստը գրում է իրավապահ համակարգը չգիտես ինչով է զբաղված, չնայած ինչու չգիտենք Փաշինյանի պահպանությամբ։ Հրապարակը տեղեկացնում է այսօր վաղը ծննդաբերել պատրաստվող Արփի Դավոյանը ռեպլիկներ էր անում, թե երկրում ամեն ինչ շատ լավ է։ Ժողովուրդը գրում է Փաշինյանի հետ կավորսանիկական հարաբերություններ ունեցող Հայկ Ղալումյանը $71,000 վարկ է ստացել։ Հրապարակն էլ նկատում է, որ դատավորների քննությանը մասնակցել է նաև Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը։ Իսկ ժողովուրդն արձանագրում է, որ Անդրանիկ Քոչարյանն ունեցվածքն ավելացրել է կանխիկ գումարներով, բայց ծագումը թաքցնում է։